Բարև, պատկերացրեք ներբեռնում եք ձեր լուսանկարը կայքում ու որոշ ժամանակ անց ստանում եք պատկեր, որում ձեր լուսանկարը կախված է երկրի վրա, ասենք Արգենտինայի Սահարա անապատի կամ Մարիանյան անդունդի վերևում։ Իսկական տիեզերական սելֆի արված ոչ թե Photoshop-ով, այլ երկրի իրական ուղեցրից։ Նախագծի հեղինակն է ինժեներ Մարկ Ռոբերո, ով աշխատել է NASA-ում, Curiosity մարսագնացը ստեղծած թիմում, ապա դարձել իսկական YouTube-յան աստղ։ Նրա ալիքն ունի միլիոնավոր բաժանորդներ, այստեղ նա անցկացնում է հետաքրքիր գիտափորձեր, ծուղակներ պատրաստում, ծանրոցներ գողացողների համար ու անգամ կազմակերպում քվեսթեր նինդզյա սկյուրիկների մասնակցությամբ։ Սակայն նրա վերջին նախագիծը լրիվ այլ մասշտաբներ ունի։ Նա որոշել էր տիեզերք ուղարկել արբանյակ, որը իրական ժամանակում կնկարի մոլորակի մակերևույթն ու հատուկ էկրանին երևացող ձեր սելֆին։ Նախագծի իրականացումը տևել է 3 տարի։ 7836 դետալից հավաքվել է ավտոնոմ թռչող պլատֆորմ, իր էկրանով, տեսախցիկով, արևային մարտկոցներով, կայունացման համակարգով ու ալեհավաքներով։ Այդ ընթացքում ծախսվել է ավելի քան $5 միլիոն։ Արբանյակը փոքր է, ընդամենը 16 կիլոգրամ։ Այն ուղեծիր է հանվել Falcon 9 հրթիռով ու այդ ամենը հանում նրան, որպեսզի ուղեծրին հայտնվի սարք, որը կհեռարձակի ձեր լուսանկարը կապույտ մոլորակի ֆոնին։ Սա ուղղակի խաղալիք չէ, սա խորհրդանիշ է քայլ դեպի տիեզերքի նոր ընկալում, տարածության, որը բոլորինն է, որտեղ պետք չէ միլիարդատեր լինել անկշռության պայմաններում սեփական լուսանկարը տեսնելու համար։ Ամենակարևորը Մարկը խոստացել է, որ ծառայությունը ընդմիշտ անվճար է լինելու։ Յուրաքանչյուր ոք աշխարհի ցանկացած կետից կկարողանա ներբեռնել իր լուսանկարը ու ստանալ պատկեր տիեզերքից։ Սա ուղղակի սելֆի չէ, սա շատ ավելի մեծ բանի մաս դառնալու հնարավորություն է։ Երկրի նման 7 մոլորակ, որոնք պտտվում են մեզանից 39 լուսատարի հեռավորության վրա գտնվող աստղի շուրջ։ Այդպիսի համակարգը կարող է իդեալական վայր լինել այլ մոլորակային կյանքի որոնման համար, սակայն կա խնդիր։ Այդ աստղը կարմիր թզուկ է, իսկ դա նշանակում է, որ տաք հարևային լույսի փոխարեն մոլորակները պարբերաբար ստանում են ճառագայթման հզորագույն ժայթքումներ, հազարավոր անգամներ ավելի հզոր, քան արեգակնային ժայթքումներն են։ Այդ մակարդակի ցանկացած ժայթքում կարող է բառացի քշել տանել մոլորակի մթնոլորտը, գոլորշիացնել ջուրը եւ անգամ ամենահեռանկարային աշխարհները վերածել անկենդան անապատների։ Սակայն աստղագետները լավ նորություններ ունեն։ Վաշինգտոնի համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ անգամ նման խիստ պայմաններում TRAPPIST 1 համակարգի մոլորակները կարող են պահպանել մթնոլորտը։ Հետազոտողները հաշվարկել են, թե որքան արագ են այդ աշխարհները ժայթքումների հետևանքով կորցնում ջրային գոլորշին եւ կարող են արդյոք փոխհատուցել կորուստը հրաբխային ակտիվության հաշվին։ Պատասխանն անսպասելի հուսադրող է։ Պարզվում է, եթե այդ մոլորակների ընդերքը բավարար ջուր է պարունակում, ինչի մասին վկայում են դրանց հարաբերական փոքր խտությունը, ապա անգամ թույլ կամ միջին ուժգնության հրաբխային ժայթքումները կարող են մթնոլորտը համալրել ջրային գոլորշիով։ Հաշվարկների համաձայն միայն TRAPPIST 1C մոլորակը միլիարդավոր տարիների ընթացքում կարող էր մակերևույթ նետել երկրի համաշխարհային օվկիանոսից 50 անգամ շատ ջրի ծավալներ։ Ճիշտ է, TRAPPIST 1C-ն չափազանց մոտ է իր աստղին ընդամենը 2.4 միլիոն կիլոմետր հեռավորության վրա ու ամենայն հավանականությամբ ամբողջ այդ ջուրը վաղուց քշվել է տիեզերք։ Սակայն մյուս 3 մոլորակների համար, որոնք գտնվում են պոտենցիալ բնակելիության տարածքում, որտեղ կարող է հեղուկ ջուր գոյություն ունենալ, իրավիճակը կարող է այլ լինել։ Մթնոլորտի առկայության դեպքում այս մոլորակների վրա ջուրը կկարողանա մնալ հեղուկ վիճակում, հետևաբար պահպանվում է մոլորակի մակերևույթին ջրամբարների առկայության հավանականությունը։ Դա հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք համակարգի տարիքը մոտ 7.6 միլիարդ տարեկան։ Այն ավելի հին է, քան արեգակնային համակարգը ու կարող է շարունակել գոյություն ունենալ դեռ տրիլիոնավոր տարիներ, որովհետև կարմիր թզուկները աներևակայելի երկար են ապրում։ Եթե ինչ-որտեղ կարող է առաջանալ կայուն կյանք, ապա հենց այսպիսի համակարգերում։ Առայժմ TRAPPIST 1 համակարգի ոչ մի մոլորակի դեպքում խիտ մթնոլորտի առկայությունը չի հաստատվել, սակայն հետազոտությունները շարունակվում են ու նոր աստղադիտակների, այդ թվում Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակի շնորհիվ գիտնականների մոտ նոր տվյալներ են կուտակվում։ Այս շաբաթվա գիտնականը տեսաբան ֆիզիկոս Լեոնարդ Սասքինդն է։ Լեոնարդ Սասքինդը մի մարդ է, ով ժամանակին դիմադրեց Սթիվեն Հոքինգի կարծիքին եւ ճիշտ դուրս եկավ։ Այսօր նրան անվանում են լարերի տեսության հայր, հոլոգրաֆիկ սկզբունքի առաջամարտիկ ու այն մարդկանցից մեկը, ով փոխեց տարածության ու ժամանակի մասին պատկերացումները։ Սասքինդը ծնվել է 1940 թվականին Բրոնքսում ոչ թե ակադեմիկոսների, այլ սովորական սանտեխնիկի ընտանիքում։ Պատանի տարիքում ապագա գիտնականը որոշել էր հետևել հոր օրինակին, մինչև մի օր չտեսավ, թե ինչպես է ինչ-որ մեկը լուծում Մաքսվելի հավասարումը։ Դրանից հետո ամեն ինչ փոխվեց։
Տարիներ անց նա կդառնա Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, իսկ նրա գաղափարները կդրվեն ժամանակակից քվանտային գրավիտացիայի հիմքում։ Հենց Սասքինդն էր, ով առաջիններից մեկը առաջարկեց դիտարկել մասնիկները ոչ թե որպես փոքրագույն կետիկներ, այլ որպես տատանվող լարեր։ Ու հենց դա բերեց մի տեսության ձևակերպմանը, որի նպատակը բնության բոլոր ուժերը միավորելն է։ Սակայն ամենից շատ Սասքինդին հռչակավոր դարձրեց Սթիվեն Հոքինգի հետ իր բանավեճը։ 1980-ականներին Հոքինգը հայտարարեց, որ սև խոռոչն ընկած ինֆորմացիան ընդմիշտ անհետանում է։ Սասքինդը դեմ էր նման մոտեցմանը։ Նա առաջարկեց չնայել սև խոռոչին որպես տիեզերքի անհատակ աղբամանի, այլ որպես հոլոգրամի, երկչափ մակերևույթի, որի վրա կոդավորված է ինֆորմացիան այն ամենի մասին, ինչն ընկել է սև խոռոչի մեջ։ Այն ժամանակ դա նման էր խելագարության, սակայն 30 տարի անց Հոքինգը ինքը խոստովանեց, որ Սասքինդը ճիշտ էր։ Այսօր նա շարունակում է դասավանդել, գրքեր գրել, բանավիճել ու զարմացնել։ Սասքինդի վերջին գաղափարի համաձայն տարածություն ժամանակը հնարավոր է առաջանում է քվանտային խճճվածությունից։ Մի անգամ նա ասել է. եթե տիեզերքը հոլոգրամ է, ապա ես առաջինն եմ, ով հավատացել է դրան։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։